Միացյալ Թագավորությունը եւ Հայաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում, մասնակցելով Defense Cyber Marvel 2026 բազմազգ վարժանքներին։ Վարժանքներին մասնակցում են ավելի քան 2500 ներկայացուցիչներ 29 երկրներից։ Նման վարժանքները նպաստում են գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, մասնագիտական փորձի խորացմանը եւ անվտանգության ու կայունության հարցում ընդհանուր հանձնառության ամրապնդմանը։ Հայաստանից վարժանքներին մասնակցել են Պաշտպանության նախարարության տեղեկատվական համակարգերի գործակալության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է եւ առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ Այս մասին նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով վերջին տարիներին դրական զարգացումներ են նկատվում եւ ներդրումների եւ առևտրաշրջանառության մասով։ Երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերը նույնպես դինամիկ աճում են։ Հայաստանը մտադիր է Հունաստանի հետ գործակցությունը խորացնել տնտեսության բոլոր ուղղություններով։ Փետրվարի 17-ից 18-ը հանրապետությունում բացահայտվել է 178 հանցագործություն։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 դեպք անձնական ունեցվածքի գողության եւ 1 դեպք անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, ինչպես նաեւ 1 անհայտ կորած անձ։ Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ Պետական ռեգիստրի գործակալությունը 2025-ին կատարել է ավելի քան 75000 գրանցում։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում ուսումնասիրվել է 545 պետական գրանցման գործ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 19.820.000 դրամ։ Միասնական գրանցամատյանից տեղեկությունները արագացված կարգով տրամադրելու համար ապահովվել է եւս 6.800.000 դրամ մուտք։ Հունգարիա եւ Սլովակիա ռուսական նավթի մատակարարումը դադարեցվել է։ Սրանք Եվրամիության վերջին երկրներն էին, որոնք դեռ ռուսական հումք էին ստանում։ Մատակարարումների կասեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը օդային հարված է հասցրել Դրուժբա նավթամուղին, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։ Ամերիկյան ռեստորանները կանգնած են միանգամից մի քանի խոշոր մարտահրավերների առջև՝ գնաճի շարունակական ճնշում, հաճախորդների սննդային պահանջներ եւ ախորժակը փակող նոր դեղամիջոցների ազդեցություն։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում նկատվում է նոր միտում՝ ռեստորանային մենյուներում չափաբաժինների նվազեցում եւ փոխարինող ճաշատեսակի առաջարկներ։ Սա ոչ միայն նպատակ ունի համապատասխանել սպառողների փոխվող նախասիրություններին, այլ նաեւ օգնել բիզնեսներին հաղթահարել տնտեսական ճգնաժամը։ Շատ ռեստորանային ցանցեր արդեն հարմարեցրել են իրենց մենյուները, առաջարկելով ոչ միայն ավանդական մեծ չափաբաժիններ, այլ նաև միջին կամ փոքր չափերի տարբերակներ։ Այս տարի Վրաստան ստացված մասնավոր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է $282.64 միլիոն, ինչը 16.6%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Իտալիան, որտեղ աշխատում են զգալի թվով վրացի միգրանտներ, առաջ է անցել Միացյալ Նահանգներից եւ զբաղեցրել առաջին տեղը դեպի Վրաստան փոխանցումների ծավալով։ Ռուսաստանը երրորդ տեղում է, սակայն գրանցել է ավելի քան 30% աճ։ Փետրվարի 18-ին YouTube-ում լայնածավալ տեխնիկական խափանում է արձանագրվել, որը դարձել է վերջին ամիսների ամենախոշոր անսարքություններից մեկը։ Տարբեր երկրներում օգտատերերը միաժամանակ խնդիրներ են ունեցել հարթակ մուտք գործելու, տեսանյութեր դիտելու եւ բջջային հավելվածից օգտվելու ընթացքում։ Ամենամեծ թվով հաղորդումները ստացվել են Միացյալ Նահանգներից ավելի քան 320,000։ Google-ը, որը YouTube-ի սեփականատերն է, դեռևս չի ներկայացրել պաշտոնական բացատրությունը։ Հայաստանում 2026 թվականը մեկնարկել է գնաճային ակտիվ ֆոնով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն հունվարին սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 3.8%-ով։ Թվացյալ չափավոր ցուցանիշի հետևում սակայն թաքնված են առանձին շուկաներում շատ ավելի զգալի տեղաշարժեր։ Գնաճի հիմնական ճնշումը կրկին ձևավորվում է պարենային հատվածում։ Սա հատկապես կարևոր է, քանի որ սպառողական զամբյուղում սննդամթերքը շարունակում է ունենալ զգալի կշիռ եւ ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է քաղաքացիների բյուջեի վրա։
2026-ի հունվարին 2025-ի հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.9%, իսկ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ 4.3% գնաճ։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2026 թվականի հունվարին 2025-ի դեկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.2-ից 6.2%-ով։ Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն էլ աճել է 4.3%-ով։ Առավել զգալի աճ է գրանցվել մսամթերքի շուկայում։ Տավարի, խոզի եւ գարան միսը թանկացել է երկնիշ ցուցանիշներով 12-ից 14%-ի միջակայքում։ Ձվի գինը եւս աճել է ավելի քան 11%-ով։ Կաչնամթերքը, պանիր, մածուն, թթվասեր արձանագրել են միջինում 6.9% թանկացում։ Բանջարեղենի եւ մրգի շուկայում էլ պատկերը բազմաշերտ է։ Տարեկան կտրվածքով որոշ ապրանքատեսակներ էժանացել են, սակայն սեզոնային գործոնի ազդեցությամբ միայն մեկ ամսում գրանցվել է շուրջ 17% միջին աճ։ 2026 թվականի հունվարին 2025-ի դեկտեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 17.57%։ Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.55% տեսակարար կշիռ նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.46%-ային կետով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում իրավիճակն ավելի զուսպ է։ Տարեկան աճը մոտ 1%-ի սահմաններում է։ Ավելին, բենզինը եւ դիզելային վառելիքը տարվա ընթացքում որոշակի էժանացել են շուրջ 3.6%-ի չափով, ինչը մասամբ մեղմել է ընդհանուր գնաճային ֆոնը։ Սակայն հեղուկ գազի շուկայում արձանագրվել է կտրուկ թանկացում, ամսական գրեթե 19%։ Հետաքրքիր հանգամանք է, որ գնաճը տեղի է ունենում դրամի հարաբերական արժևորման պայմաններում։ Դոլարի նկատմամբ դրամը տարվա ընթացքում ամրապնդվել է մոտ 4.5%-ով, իսկ միջին փոխարժեքը կազմել է շուրջ 380 դրամ 1 դոլարի դիմաց։ Սա նշանակում է, որ գների աճը պայմանավորված չէ փոխարժեքային ճնշմամբ, այլ հիմնականում ներքին եւ ոլորտային գործոններով, արտադրական ծախսերի, ներմուծվող հումքի, սեզոնայնության եւ պահանջարկի փոփոխությունների ազդեցությամբ։ Գաստրոնոմիական մշակութային ժառանգության պահպանման, կայուն տարածքային զարգացման եւ համայնքահեն տնտեսական դիմակայունության շնորհիվ Հայաստանը միացել է գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան հարթակին, որպես 2028 թվականի մրցանակի թեկնածու։ Հարթակին միանալով Հայաստանը դառնում է այն տարածաշրջանների գլոբալ ցանցի մաս, որոնք սնունդն ու գաստրոնոմիան դիտարկում են որպես ինքնության ձևավորման, սոցիալական համախմբման, կրթության եւ զբոսաշրջության հզոր շարժիչ ուժեր։